Լևս ժողովրդի համբերությունը լծվել է։ Այս իշխանությունը անկուշտ է, գիշեր ցերեկ, ուտում է, ոչ միայն սնունդ, ուտում է բյուջեն, ուտում է մարդկանց կյանքերը։ Այս իշխանությունը միայն բերում է մահեր և տառապանքներ։ Եվ իդեպ, մահերը և տառապանքները զուգորդում են փառատոններով։ Հռոմեան հայտնի բանաձևը հաց և զվարճանք իրենք վերափոխել են մահ և զվարճանք։ Ընդունում եք, որ այսպես է, ժողովուրդ ջան։ Կան ժողովուրդներ, որոնք թաղումները վերածում են տոների, Աֆրիկայում կան այսպիսի ցեղեր։ Մենք այսպիսինը չենք և չհամարձակվեք ժողովրդի կորուստները, չհամարձակվեք տառապանքները քողարկել փառատոններով, փառատոների դեմ չեմ, կողմ եմ, բայց մեկը մեկի ծածկաթմբոց չպետք է լինի, պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև։ Ժողովուրդ ջան, իշխանությունը կարող է սխալվել, բայց ոչ այդքան։ Սխալվելու լիմիտը իրենք վաղուց սպառել են և այլևս թույլ չենք տա, որ ևս սխալներ գործեն և այդ սխալների գինը տա ժողովուրդը իր կյանքերով, իր բարեկեցությամբ։ Բայց կարծես թե իրենց թվում է, թե բավարար տառապանքներ չեն բերել մեր ժողովրդին։ Մեզ այսօր իրենք դրել են նոր տնտեսական խնդիրների առջև։ Եվ սա փաստ է, ոչ թե էմոցիոնալ գնահատական։ Այսօր մեր տնտեսությունը էապես կախված է ԵԱՏՄ-ի տնտեսությունից։ Եվ այսօր փաստորեն Հայաստանին դրվել է ուլտիմատում։ Որոշեք, դուք որտեղ եք։ Սա անհետ չի մնալու մեր ժողովրդի համար։ Եվ եթե ինչ-որ հրաշքով այս իշխանությունը մնա, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ։ Հավատացեք ինձ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Եվ հանուն ինչի այս ամենը։ Հանուն նրան, որ մեկ մարդ ուզում է անպայման պահել իր աթոռը։